քանի խցանման ժամ է, կարող եմ ես թույլ տալ այսպես զրուցել մի թեմայի մասին եւ նաեւ բայց հաճախակի չեմ նայի տեսախցիկին։ Ուրեմն մի քանի օր առաջ մի լուսանկար էի հրապարակել, որտեղ պատմում եմ, որ կրածս բրոշը ձեռագործ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի աղջնակից է նվեր եւ այնպեսի լուսանկար է ընտրել այդ երեխայից, որ ոչ դեմքն է երևում, ոչ իդենտիֆիկացնել է հնարավոր, ոչ անուն ազգանունն եմ նշել, չնայած որ այդ միջոցառման ժամանակ ծնողները, երեխաները, մանկավարժները տեղյակ են եղել, որ լուսաբանվում է միջոցառումը, տեսել են, որ լուսաբանվում է նաեւ։ Եվ սակայն հատուկ եմ այդ լուսանկարն ընտրել, որտեղ երեխան չի երևում, բայց մի ամբողջ ոհմակ գրոհել է քանի օր է եւ այտենց թիրախավորում են, ինձ թիրախավորում են, ես ոչ մի կերպ դες չեմ վերաբերվում, դա ինձ բացարձակ չի թիրախավորում, բայց թիրախավորել երեխային, անչափահաս երեխային, նրա ծնողներին, փորձելով այտենց սպառնալ, թե դու ոնց ես համարձակվել իշխանության ներկայացուցչի մի լավ վերաբերմունք ցույց տալ, լուսանկարվել, փաթաթվել, նվեր անել եւ փորձում են այդպես ֆոն ստեղծել, որ իբր բան է, էլի թիրախավորելու են գետը սրանից հետո դուք փորձեք իշխանության ներկայացուցիչների հետ առնչվեք։ Եվ բացի ֆեյքերից ամենավատն է, որ կան նաև իրական պրոֆիլներ եւ այս մարդկանց ես իհարկե երեխայի ծնողի խնդրանքով այդ մեկնաբանությունները ջնջել եմ, որոնք թիրախավորում են երեխային, բայց իդեպ նաև կան ինչ-որ չստացված բլոգերներ, որոնք տենց Արցախ են անում, Հայաստան են անում, բայց անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն։ Իհարկե ուրիշ առիթով նմաններին ես արդեն հայց ներկայացրել եմ դատարան, միգուցե մի օր էլ դիմացես դուրս գա եւ տեսնեմ մինչեւ հիմա հայելի չի ունեցել, որ տեսնի, որ ինքը հարական սեռի ներկայացուցիչ է օրինակ ծնված, ինչևէ, ուզում եմ ասել, որ ձեզ անգամ վիրավորելը տենց ավելորդ եմ համարում, հասկանում եք, դուք պարզապես ոչնչություն եք, եւ ես ոչ մի կերպ չեմ վերաբերվում, բայց թիրախավորել այդ երեխային, դա իմ ուղեղի մեջ չի տեղավորվում, ինչ եք ուզում դրանով ասեք, ուզում ձեզ տեղեկացնեմ, որ ոչ միայն այդ երեխան է լավ վերաբերմունք ցույց տվել, շատ բազմաթիվ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քույրեր, եղբայրներ կապի մեջ են, զանգում են, տարբեր հարցերով աջակցում են, շատ դեպքերում ինչ-որ նվերներ են անում, իրենց ձեռքով պատրաստված ինչ-որ բաներ են նվիրում, քաղցրավենիք, տիկնիկ ունեմ նվեր, ձեռագործ ուրեմն բացիկ ունեմ, մի գործընկեր առհասարակ թեյեր է նվիրել, օրինակ, ունենք կուսակցական դարձած բռնի տեղահանված մեր հայրենակիցներից, հետևաբար նաև քաղաքացի դարձած Հայաստանի Հանրապետության։ Ուզում եմ ասեմ, որ այդ ֆոնը ինչքան էլ փորձեք ստեղծել, ձեզ մնալու է միայն ձեր տականքությունը։